Բարի լույս սիրելի հեռուստադիտող, եթերում բարի առավոտն է, օրվա այն հրաշալի պահը, երբ հնարավորություն ունեք վայելելու օրվա կարևոր մասը, առավոտը։ Եվ ես խորհուրդ եմ տալիս այն սկսել ու վայելել մեզ հետ, եթե ուզում եք իհարկե օրը պրոդուկտիվ սկսել։ Դե իսկ դրա համար պետք են հրաշալի հյուրեր, հրաշալի թեմաներ ու իհարկե հետաքրքիր նորություններ, որոնք էլ մեզնից անպակաս են։ 3 մարտի 21-ին Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում տեղի է ունեցել Վալենտին Որոբյովի ցուցահանդեսի բացումը։ Մեր տաղավարում է Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը։ Բարի առավոտ Լիլիթ, ուրախ եմ, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար։ Ես առիթից օգտվելով նաև ձեզ 1 ամսյակի արդիվ եմ շնորհավորում։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհավորում։ Շնորհակալ եմ շատ։ Ինչպես եք սկսել առավոտը։ Հրաշալի, ժպիտով։ Հավանաբար նաև տպավորություններով, երեք բացում տեղի ունեցավ։ Բուրըն տպավորություններով։ Մինչ ցուցահանդեսին անդրադառնալ եմ մի փոքր կուզեի մեր հեռուստադիտողի համար բացեինք փակագծերը, ասեինք, թե ինչով է զբաղվում Նիկոլայ Նիկողոսյան հիմնադրամը, որքան ժամանակ է, որ այն գործում է։ Սիրով, Նիկոլայ Նիկողոսյանը նախ եւ առաջ նշեմ, մեր լեգենդար քանդակագործ նկարիչներից է, ով ապրել է 1 դար 1918-ից 2018 թվականները եւ ստեղծագործել է մինչեւ իր կյանքի վերջին օրերը։ Նրա քաղաքային հուշարձանները կարող եմ վստահաբար ասել, վաղուց դարձել են մեր մայրաքաղաքի մշակութային այցեքարտերից, օրինակ Չարենցի հուշարձանը ռադիոտան դիմաց, Միքայել Նալբանդյանի հուշարձանը Նալբանդյան փողոցում, Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը Գյումրու դրամատիկական թատրոնու դիմաց, որի համար նա ստացել է ԽՍՀՄ բարձրագույն պարգև պետական մրցանակ, որին շատ քիչ քանդակագործներ են արժանացել, այսինքն նա ստեղծել է այնպիսի մնայուն արժեքներ մեզ համար, բայց այդ ընթացքում կյանքի բերումով աշխատել եւ ստեղծագործել է Ռուսաստանում։ Նա ծնվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, բայց քանդակագործի կրթություն է ստացել արդեն Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում եւ այդ խորհրդային միության տարիներին լավագույն գեղարվեստական կրթությունը այնտեղ էին ստանում եւ նա երբեք չի կորցրել կապը հայրենիքի հետ, շարունակել է այստեղ գալ, ստեղծագործել եւ 2018 թվականին մեծ վարպետի մահից հետո որոշում կայացվեց հիմնադրել նրա անունը կրող արվեստային տարածք, մշակութային հիմնադրամ եւ պաշտոնապես 2019 թվականից արդեն բացել ենք մեր դռները եւ մեր հիմնական առաքելություններն են ներկայացնել մեր մեծ վարպետի թողած հարուստ մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ բացի դրանից ներկայացնել մեր այն 20-րդ դարի արվեստագետներին, որոնց արվեստը հավուր պատշաճի ներկայացված չէ, նրանց անունը քչերին է ծանոթ, այսինքն մենք միայն չենք զբաղվում մեծ վարպետի անունը հանրահռչակելով, այո, այլև նրա ժամանակակիցների, մեր մյուս հրաշալի նկարիչների եւ նկարչուհիների, ինչու ոչ, այդպիսի օրինակ անցած տարի տեղի ունեցավ մեր 20-րդ դարի փայլուն նկարչուհիներից մեկի Արփենիկ Նալբանդյանի անհատական ցուցահանդեսը, ով եղել է հայտնի նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կինը, բայց ցավոք քչերը գիտեին, որ նա նույնպես հրաշալի նկարիչ է եղել եւ մեր թանգարանային տարածքում կարողացանք ցուցադրել նրա աշխատանքները։ Ու բացի դրանից 20-րդ դարից գալիս ենք մեր 21-րդ դար եւ հարթակ ենք տրամադրում նաեւ մեր օրերում ստեղծագործող նկարիչներին դրսեւորել իրենց տաղանդը, ցուցադրել իրենց արվեստը, անցկացնում ենք դասական ջազային երաժշտության համերգներ, կրթական ծրագրեր, դասախոսություններ, մի խոսքով հիմնադրամը ակտիվ բուռն կյանքով ապրող ստեղծագործող այո, հարթակ է, որտեղ բոլորին սիրով սպասում ենք։ Մենք իդեպ գտնվում ենք Սարյան 19 գիծ 21 հասցեում, Երևանի սրտում, Սարյանի տուն թանգարանից ոչ հեռու։ Եվ բոլորին հասանելի վայրում, այնպես որ արվեստասերները, որոնք համախմբվում են ձեր ասածների շուրջ, հանգիստ կարող են այցելել ձեզ։ Անդրադառնալով ցուցահանդեսին, մի փոքր խոսենք Վալենտին Որոբյով նկարչի մասին եւ այն մասին, թե
ինչպես որոշվեց, որ պետք է ցուցադրությունը լինի։ Մինչ այդ ես մի փոքր ակնարկ հեռուստադիտողների համար անեմ։ Վալենտին Վարաբյովը ռուսական երկրորդ ավանգարդի նշանավոր ներկայացուցիչներից է, որը 1974 թվականի հայտնի բուլդոզերների ցուցահանդեսի մասնակիցն է եւ համակազմակերպիչը։ Խնդրեմ Լիլիթ, մնացածի մասին վստահ եմ դուք կարող եք ասել։ Սիրով ներկայացնեմ։ Ուրեմն գա մի քիչ պատմական ակունքներից, շատերիս հայտնի է, որ Խորհրդային Միությունում իշխող գաղափարախոսություն էր արվեստի ոլորտում սոցիալիստական ռեալիզմը, սոցռեալիզմը։ Այսինքն կային հստակ կանոններ, կաղապարներ, որոնք ստիպում էին նկարիչներին ստեղծագործել դրանց շրջանակում դուրս չգալ հանկարծ որևէ կերպ այդ սահմաններից, այսինքն նրանք պետք է ներկայացնեին երջանիկ, անհոգ, ուրախ բանվորի, աշխատավորի, կոլտնտեսուհու կյանքը, երբ պետք էր ցույց տալ, որ ԽՍՀՄ-ում ամեն ինչ անհոգ էր, կյանքը ուրախ էր եւ այլն։ Բայց կային նկարիչներ, որոնք համաձայն չէին այդ իշխող գաղափարախոսության հետ, նրանք չէին ուզում ստեղծագործել այդ կաղապարների մեջ եւ նրանք իրենց կոչում էին նոնակոնֆորմիստներ եւ ստեղծել էին այսպես կոչված գաղտնի ընդհատակյան գեղարվեստական այսպես միություն եւ միմյանց բնակարաններում կազմակերպում էին այդպես իրենց նեղ շրջանակում ցուցադրություններ, որոնց մասին ցանկալի չէր, որ շատերը իմանային եւ նրանք ստեղծագործում էին ոչ ֆիգուրատիվ, ոչ ռեալիստական արվեստ էին նրանք ներկայացնում, այսինքն երբ իշխող գաղափարախոսությունը տեսնում է օրինակ ասենք հպարտ Ստալինին աշխատող բանվորների ֆոնին, նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, այդ ռեալիստական արվեստով ամեն ինչ ասվում է, բայց նրանք ավանգարդ նկարիչներ էին, նրանք նկարում են, շատերը աբստրակցիա էին նկարում, վերացական արվեստ, որտեղ ոչ մի բան պարզ եւ հասկանալի չէր, եւ այդ անորոշությունը եւ պարզ չլինելը հարցեր էր առաջացնում, չէ, միշտ ավելի դժվար է ընկալել աբստրակտ արվեստը, քան ռեալիստական ֆիգուրատիվ արվեստը։ Եվ այդ նկարիչների արվեստը բնականաբար չէր ընդունվում եւ նույնիսկ թշնամաբար են վերաբերվում նման նկարիչներին։ Եվ այս նոնկոնֆորմիստ նկարիչները, նրանց շարքում նաեւ մեր Վալենտին Վարաբյովը, ով 87 տարեկան է, այժմ ողջ առողջ է, ապրում է Փարիզում։ Այո, առիթից օգտվելով ողջունենք պարոն Վարաբյովին, մաղթենք երկար տարիների կյանք բեղում վրձին։ Այո, եւ նրանք որոշում են մի օր էլ այդ Փարիզի Մոնմարտրի նկարիչների նման բացօթյա ցուցահանդես կազմակերպել, ոչ ոք նրանց բնականաբար ցուցասրահ չէր տրամադրի, ոչ մի պետական կառույց չէր հաստատի նրանց ցանկությունը, եւ նրանք որոշում են Մոսկվայի ծայրամասերից մեկում բացօթյա ցուցահանդես կազմակերպել եւ ներկայացնել իրենց ավանգարդ համարձակ հանդուգն արվեստը։ Ու նրանք այնքանով էին խելացի, որ հրավիրում են արտասահմանյան լրագրողների, New York Times-ից, BBC-ից, հրավիրում են դիվանագետների, տարբեր դեսպանատներից եւ բնականաբար այս մասին իմանում են Մոսկվայի իշխանությունները եւ նրանք արդեն տեղադրել էին կտավները բաց երկնքի տակ, հավաքվել էին արդեն հարյուրավոր մարդիկ եւ մի քանի բառացիորեն ասում է 10-15 րոպե անց հայտնվում են բուլդոզերներ, որոնք ուղակի գալիս անցնում են այդ նկարների, կտավների վրայով, ամեն ինչ ոչնչացնում են։ Նկարիչներին սկսում են ծեծել, քաշքշել, նույնիսկ այսպիսի դեպք է եղել, որ New York Times-ի թղթակցին ատամը ջարդել են հենց իր տեսախցիկով, արգելել են նկարել այդ ամենը, այդտեղից այդ ցուցահանդեսի անունը մնում է բուլդոզերային ցուցահանդես, որովհետև այդպես տպավորվում է, որ բուլդոզերները անցնում են արվեստի գործերի վրայով, ոչնչանում է ցավոք նաև Վալենտին Վարաբյովի աշխատանքը եւ մյուս բոլոր աշխատանքները, որոնք ցուցադրվում էին, եւ այդ բոլոր նկարիչներին հավաքում տանում են, այսպես ասած, այսպես կոչված KGB, եւ նրանց այնտեղ հարցաքննում են երկար, պահում են, ասում են, այսպիսի թևավոր խոսքեր կան նկարիչների շրջանում, որ ձեզ կրակել էր պետք, բայց փամփուշտնել է ափսոս, այսինքն այդքան
գնահատելի վերաբերմունք էր ավանգարդ նկարիչների նկատմամբ, որոնց արվեստը չէին ընդունում եւ չէին հասկանում։ Այդ դեպքերից հետո արդեն Խորհրդային Միության պայմաններում ապրելը այդ նկարիչների համար դժվար է դառնում, ավելի դժվար, քան էր, եւ Վարաբյովը ուղիղ 1 տարի անց 75 թվականին արտագաղթում է Ֆրանսիա, Փարիզ։ Բայց Միջորս այնտեղ են։ Միջորս այնտեղ է, նա ցուցադրվել է աշխարհի լավագույն թանգարաններում, Փարիզ, Բերլին, Լոնդոն, հեղինակավոր կոլեկցիաներում պահվում են նրա աշխատանքները եւ բարեբախտաբար Վարաբյովը վերջերս էլ իր ընկերոջ հետ զրույցում իդեպ նշեմ, որ այդ բոլոր աշխատանքները հնարավոր է ցուցադրել մեզ մոտ, հայտնի կոմպոզիտոր երաժշտական թերապևտ Կամիլ Չալաևի շնորհիվ, ով ապրում ստեղծագործում է Հայաստանում, նա այստեղ հիմնել է վայրի դպրոց եւ ձայնային թերապիա է անցկացնում աուտիզմի եւ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ։ Նա ունի հին երաժշտական գործիքների հավաքածու եւ այդ երեխաների հետ նաեւ Բախի երաժշտության միջոցով այդպես հետաքրքիր թերապիաներ է անցկացնում եւ նա Վարաբյովի մտերիմ ընկերն է եւ սիրով տրամադրել է այդ աշխատանքները, որպեսզի ցուցադրենք մեր տարածքում։ Իդեպ Վարաբյովը Չալաևի հետ զրույցում նշում է, որ 50-ական թվականներին Մոսկվայում իմ ամենատպավորիչ հանդիպումներից եղել է Նիկոլայ Նիկողոսյանի արվեստանոց այցելելը։ Ուզում հարցնել կապն ինչպես է եղել։ Այո, ասում է ես ամենամեծ տպավորությունը, որ այդպես հոգեպես հարստացած լիքը դուրս եմ եկել, Նիկողոսյանի արվեստանոց այցելությունն էր եւ ինքը այդ մեր մեծ վարպետի շնորհիվ կապվում է վարպետի դստեր Գայանե Նիկողոսյանի հետ, ով այժմ Մոսկվայի Նիկո պատկերասրահի թանգարանի տնօրենն է։ Նիկո պատկերասրահը դա վարպետի տուն թանգարանն է, որը նա կառուցել է իր կյանքի օրոք, հիմա դա դարձել է մեծ թանգարան եւ առաջարկել է աշնանը իր աշխատանքները ցուցադրել Մոսկվայի պատկերասրահում։ Այդ զրույցի ընթացքում եւս մեկ ցուցադրություն է սպասվում։ Այո, արդեն ավելի մեծաթիվ աշխատանքների եւ այդ զրույցի ընթացքում պարզվել է, որ մոտ 15 աշխատանք Վարաբյովի Հայաստանում է, պարոն Չալաևի մոտ, եւ այդտեղից արդեն ծագեց այդ միտքը առաջին անգամ Հայաստանում ցուցադրել մեր սիրելի Վալենտին Վարաբյովի աշխատանքները։ Եվ երեկ էլ արդեն տեղի ունեցավ բացումը։ Սիրով սպասում ենք բոլորին մինչև ապրիլի 25-ը հնարավորություն ունեն դիտել նրա աշխատանքները։ Այո։ Հրաշալի է։ Ինչ խորագիր ունի այն 15 գործ է ներկայացված, այո, ասացիք, ինչ ժանրի աշխատանքներ են դրանք։ Դրանք բոլորը երկրաչափական աբստրակցիաներ են Վալենտին Վարաբյովի իր ոճի մեջ։ Դրանք բոլորը շատ հետաքրքիր պետք է դիտողը տեսնի ու պարտադիր չի, որ նայես եւ ասես այստեղ սա է պատկերված, ինչ է սա նշանակում, նկարը պետք է վերացական արվեստ ավելի։ Ուղղակի պետք է զգալ եւ ապրել։ Մեր ցուցահանդեսի խորագիրն է լատիներեն խոսքեր են, պատկանում են Հիպոկրատին, Ars longa vita brevis, որը նշանակում է կյանքը անցողիկ է, արվեստը հավերժ։ Դա այդ անվանումը առաջարկել է պարոն Չալաևը եւ սիրով ես միանգամից համաձայնեցի, որովհետեւ ավելի լավ բնութագրել արվեստը, Վարաբյովի արվեստը հնարավոր չէր, ինչքան էլ նկարիչը բեղուն ստեղծագործի, երկար կյանք ունենա, մի օր նա գնալու է, բայց իր ստեղծածը, իր արվեստը մնալու է եւ հավերժ է։ Այո։ Իսկ չի եղել ցանկություն կամ գուցե առաջարկ, որ նկարիչը հենց ինքը ներկա լինի այստեղ ցուցադրության։ Քանի որ նա արդեն բավական մեծ է, 87 տարեկան է, արդեն չի ճամփորդում այդքան շատ, բայց նա անակնկալ ունենք հատուկ մեր Հայաստանի համար նկար եւ բացիկ ունի ուղարկած, որը նույնպես ցուցադրվում է մեր թանգարանում, սիրով կարող են սպասում ենք բոլորին թող այցելեն տեսնեն եւ այսպիսի մի բան էլ նա լինելով այդքան ճանաչված, զարգացած նկարիչ, որը նաև բազմաթիվ գրքեր ունի գրած, իդեպ այդ բուլդոզերային ցուցահանդեսի մասին էլ իր հուշերում գրում է ժողովրդի թշնամին գիրք ունի գրված, որը ժամանակին բեսթսելեր է ճանաչվել։
ասում է ինձ համար 20-րդ դարի լավագույն նկարիչներից է, համաշխարհային նկարիչներից է Մարտիրոս Սարյանը։ Նա ուղղակի պաշտում է Սարյանին եւ նրա արվեստը։ Դրա համար նա այսպես ջերմ կապեր ունի նաեւ Հայաստանի հետ։ Բացի ցուցահանդեսից կուզեի անդրադառնալ նաեւ առաջիկա ծրագրերին մշակութային հիմնադրամի, ինչ նորություններ են սպասվում մշակութասերներին։ Սիրով, ինչպես նշեցի, մենք նաեւ հարթակ ենք տրամադրում մեր երիտասարդ նկարիչներին, երիտասարդ ստեղծագործողներին եւ անցած տարի առաջին անգամ կազմակերպեցինք open call, բաց կանչ, բոլոր ստեղծագործող մարդկանց համար, ազգությունը կապ չունի, ասում եմ երիտասարդ, բայց տարիքն էլ կապ չունի, հոգով երիտասարդ։ Նրանք կարող են իրենց աշխատանքները, մի քանի աշխատանք ազատ թեմայով, գեղանկար, գրաֆիկա, խառատեխնիկա, ուղարկել մեր հիմնադրամի էլեկտրոնային հասցեին, մինչև ապրիլի 30-ը հայտեր ենք ընդունում, դրանից հետո ժյուրիի կազմով կընտրվեն լավագույն աշխատանքները եւ մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրը մեզ մոտ տեղի կունենա ցուցադրություն այդ ընտրված աշխատանքների եւ մինչեւ մայիսի վերջ բոլորովին անվճար հիմունքներով նրանք կարող են ցուցադրվել մեր թանգարանում։ Այժմ կարծում եմ բոլորս տեղյակ ենք, որ ցուցասրահներում աշխատանքներ ներկայացնելը այդքան էլ էժան հաճույք չէ եւ դա որոշակի գումար է պահանջում մանավանդ մարդկանց համար, ովքեր ֆինանսներ չունեն իրենց արվեստը ներկայացնելու եւ մենք տրամադրում ենք այդ հարթակը նկարիչներին մի քանի շաբաթ մեզ մոտ մեծ վարպետի քանդակների հետ միասին ցուցադրվելու։ Ասեմ, որ մեզ մոտ այնպես է էքսպոզիցիան դասավորված, որ ժամանակ առ ժամանակ տարբեր ցուցադրությունների հետ կապված փոխվում են նկարները, բայց քանդակները մշտական ցուցադրություն են, այսինքն նրանք հնարավորություն ունեն ցուցադրվել մեր լեգենդար վարպետի քանդակների հետ միասին։ Շատ լավ, այցելուները, այսինքն երկու երնեկը մի տեղում է լինելու, գալու են եւ քանդակները կարող են տեսնել, որոնք մշտական ցուցադրության են եւ արդեն երիտասարդ նկարիչների աշխատանքները։ Դա էլ այսպես կոչված նաեւ Նիկողոսյանին շատ բնորոշ է եղել երիտասարդ նկարիչներին տեղ տալը, ասում է, երբ որ Հայաստանից նկարիչներ էին գնում, ինքը կարող է նույնիսկ չճանաչեր, չիմանար ով է, բայց որ հայ նկարիչ էր, նա կարող էր նկարիչներ կան, որ գալիս ասում են մենք ամիսներով Նիկողոսյանի տանը ապրել ենք, որովհետև Հայաստանից էինք, տեղ չունեինք մնալու եւ նա մեծ սիրով ընդունել է։ Այսինքն այդ երիտասարդ նկարիչներին տեղ տալը, ճանապարհ տալով շարունակում ենք նրա գործը։ Շատ լավ, մի փոքր խոսենք հիմնադրամի ուղղվածություններից, այ ասեցիք երիտասարդ նկարիչներին հարթակ եք տրամադրում, կան ինչ-որ ծրագրեր գուցե քանդակագործության, նկարչության, որ մտածում եք կարելի է մաստեր կլասեր անցկացնել, այս մասով ինչ-որ մտքեր ունեցել եք կամ գուցե ձեզ միտք եմ տալիս այս պահին։ Այո, մենք ասեմ, որ կազմակերպում ենք կրթական ծրագրեր մանկապարտեզային տարիքից մինչև ավագ դպրոցի կամ ուսանողների համար։ Մեզ մոտ անցկացնում ենք քանդակի վարպետության դասեր, լինոփորագրության վարպետության դասեր։ Որ տարիքից կարող են այսինքն դիմել ձեզ դասերի համար։ 4 տարեկանից սկսած մինչև ուսանողներ, կապ չունի տարիքը, մենք ամռանը անցկացնում ենք նաև քաղաքային հետաքրքիր էքսկուրսիաներ Նիկողոսյանի հուշարձանների մոտ, հենց Չարենցի հուշարձանի այդ կլոր պուրակում երեխաները նստում են խոտերի մեջ, ես պատմում եմ հուշարձանի ստեղծման պատմությունը, իդեպ ասեմ, որ թե Նիկողոսյանի Չարենցի հուշարձանը եւ թե Նալբանդյանի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է, որը քանդակագործ ճարտարապետ, գրագետ համագործակցության փայլուն օրինակ է, թե ինչպես պետք է քաղաքային միջավայրում, քաղաքային լանդշաֆտում ճիշտ տեղադրվի հուշարձանը, որ ամեն ինչ ներդաշնակ հարմոնիկ նայվի, դիտողի համար էլ։ Եվ այդպես խոտերի մեջ էսքիզներ են անում տարբեր ռակուրսներից երեխաները եւ այսպես իրենց հագեցած արվեստով լցված գնում են մեզ մոտից։ Մեզ մոտ նաեւ անցկացնում են ուսանողները բաց դասեր, դասախոսը կարող է բերել շատ լինում է ԵՊՀ արվեստաբանների որոշ առարկաներ, բաց դասեր անցկացնում ենք մեր տարածքում, իդեպ Նիկողոսյանի մեծ փայտյա սեղանի շուրջ,
նստում են, այո։ Լավ հնարավորություն է Այո, ունենում մեր փաստորեն։ թանգարան տեղափոխել ենք նրա Երևանյան հին պապական տնից կահույք իրեր, որոնք ռեստավրացրել ենք, պատշաճ տեսքի ենք բերել եւ այժմ օգտագործվում են։ Մեզ մոտ այդպես կարմիր գծեր չկան, որ չի կարելի անցնել, չի կարելի դիպչել։ Երեխաները նստում են կրթական ծրագրերի ժամանակ վարպետի սեղանի մոտ հենց ստեղծագործում են։ Այդ բացության պատճառը որն է, որ այդ կարմիր գծերը չկան, չվնասենք, չկոտնենք, էլի Նիկողոսյանի ընտանիքի մոտեցումը, Նիկողոսյանի այդ բնավորությունը եւ որ պետք է արվեստի հետ շփվել, պետք է սահմաններ, արգելքներ չդնես մարդու առաջ, որ կարծես չոտարացնես նրան։ Ընդհակառակը պետք է նրան ընդունել, այսպես որ ինքը ջերմ լցված հեռանա եւ այդ օտարվածության անջրպետի զգացողությունը չունենա, որ այստեղ չէր կարելի դիպչել, այստեղ չէր կարելի շարժվել, մեզ մոտ եթե այցելեն կտեսնեն, որ այդպես չէ։ Եվ հետո այո, ինչ որ առումով ստեղծագործական միտքը այդ պահին սահմանափակվում է, կաղում է, երբ քեզ ասում են՝ մի մոտեցիր, մի նայիր, մի նկարիր, ոնց որ սահմանափակվես, այդ առումով հետաքրքիր մոտեցում է ձեր կողմից, ժառանգված փաստորեն, եւ եթե խոսենք դուք արդեն մշակութային հիմնադրամի տնօրեն որպես այդքան երիտասարդների, ինչի՞ չէ փոքրերի հետ եք շփվում, ովքեր արվեստով փաստորեն տարված են, մշակութասեր են, ինչ եք կարծում, տաղանդ պետք է ստեղծագործելու համար, թե աշխատասիրություն ավելի շատ եւ գուցե երևակայություն։ Իմ կարծիքով այո, անշուշտ պետք է ունենաս տաղանդ, պետք է ունենաս այդ ներքին մղումը ստեղծագործելու, արարելու, ինչը առանց աշխատասիրության անհնար է։ Այո, դու կարող ես լինել հրաշալի տաղանդավոր ստեղծագործող մարդ, բայց երբ այսպես ասած սպասես, երբ որ գա քո մուսան, որ դու ինչ որ բան անես, այդ մուսան կարող է քեզ այցելել տարին մեկ անգամ, դու Եվ կարճ կարծում եմ հաջողության չես հասնի, այո։ Ուղղակի պետք է այդ կարգապահությունը, դիսցիպլինան լինի նաև տաղանդավոր ստեղծագործող մարդու մոտ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ արվեստով, մշակույթով լի զրույցի համար Լիլիթ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանն էր, ովքեր բաց թողեցին, եւս մեկ անգամ նշեմ, որ հիմնադրամում այս պահին Վալենտին Որոբյովի ցուցադրությունն է, հետաքրքիր գործեր են ներկայացված, արվեստասերները թող բաց չթողնեն, ցուցադրությունը մինչև ապրիլի 25-ն է, այնպես որ բավականին շատ ժամանակ ունեք գնալու, այցելելու եւ քանդակագործի Նիկոլայ Նիկողոսյանի գործերը տեսնելու եւ արդեն Վալենտին Որոբյովի նկարչական աշխատանքները։ Իսկ այս պահին ձեզ կմիանա իմ արցախցի գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։